Հայերը չեն ասում եկեք գնանք հանգստանալու, հայերը ասում են չփոխվենք մի հատ քաղաքից դուրս բասեին բրոնի անենք, ընտիր քեֆ անենք։ Հայերը չեն ասում ինչ պատվիրենք ուտելու, իրանք միանգամից գալիս են այս մահալի մոտ, ասում են ախպեր, էդ ինչ պիտի պատվիրենք, որ մեր ձեռի սարքած խորովածից լավը լինի։ Հայերը չեն ասում փոքր տեղ վերցնենք, մեկա մոտիկներով ենք մենակ, հայերը ասում են մեր նեղ կռուգով ենք, իսկ իրանց նեղ կռուգը բաղկացած ամենակիչը 40 հոգուց։ Այնպես որ տաղավար ունենք 40 անձի համար նախատեսված։ Հայերը չեն ասում մեզ մի հատ սեղանաթոռ լինի հերիք, իրանք ասում են ախպեր, բա փող ենք տվել, մի հատ զբաղվելու տեղեր չլինի, դա սեղանի թենիսա, նարդիա, PlayStation 5-ա, շախմատա։ Հայերը չեն ասում երեխեքին կթողենք դայակի մոտ, մենք կգնանք հավեսով քեֆ կանենք։ Հայերը ասում են երեխու համար նստեղ կվերցնենք, որ խաղը հրապարակել կլինի։ Հայերը չեն ասում ես քեզ սիրում եմ, հայերը իրանց սիրելիին բերում են այս խարուկի զոնայի շուրջ, գրկում են ու ասում մեռնեմ ջանիդ, մի հատ թռի ջուր բեր։ Հայերը չեն ասում տան ներսը մեզ պետք չի, հայերը ասում են լուրերի ժամն անցավ, մի հատ միացեք նայեմ։ Հայերը չեն ասում սուրճը վնասակար է առողջությանը, հայերը ասում են նստեղ վերցնենք, որ կարողանանք օրը 18 անգամ կոֆե դնենք, խմենք։ 18 չէ 20։ Հայերը չեն ասում ինչեւ երեկո մնանք, գնանք տներով, հայերը ասում են այդքան խմելու եմ, հոտած զույլի չեմ նստելու։ Դրա համար նստեղ եմ վերցնում, որտեղ կա 5 ննջասենյակ, մինչև 12 անձի գիշերակաց։ Հայերը չեն ասում ինչ տարբերություն որտեղից կամրագրենք տունը, հայերը ասում են մեռնեմ քեզ, եթե լավ տուն ենք ուզում, պիտի ամառանոց էյեմից ամրագրենք։ Այնպես որ գրեք մեզ ամրագրեք այս նոր հաճելի թույն տունը։